Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանան միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը անդրադառնալով դատարանի այս որոշմանը հայտարարել է, որ խոսում են իրավաբանության հետ կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին, ինչի հետևանքով ըստ նրա իրավական դատավարական կատեգորիան արժեզրկվում է։ Փաստաբանն ընդգծել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո կալանավորման հարցը այլևս չէր կարող առաջանալ, սակայն կիրառել են այլ ինտենսիվ խափանման միջոցներ, որոնք իր գնահատմամբ դատավարական հեռանկար չունեն եւ պետք է արժանանան համապատասխան դատավարական վերաբերմունքի, այդ թվում բողոքարկման մասով։ Ինչն է հետաքրքիր, տեսեք, իրենք ի սկզբանե խոսում էին կալանքի մասին, չէ՞, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել։ Ոնց տեսնում եք, երբ կալանք չի կիրառվում, դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս։ Պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Գարեգին II-ին դեռ այս պահի դրությամբ չեն հրավիրել ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստին մասնակցելու։ Օգոստոսի 2-ին ժամը 10-ին մեկնարկելիք նիստի ինտրիգներից է այն, թե արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը կհրավիրվի առաջին նիստին, падգամավորներին հայրապետական օրհնանք հղելու համար, ինչպես եղել է նախորդ գումարումների ժամանակ։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսը։ Օրեր առաջ հրապարակ օրաթերթը գրել էր. Մայրաթորի աղբյուրների փոխանցմամբ պարզ է, որ հրավեր չեն ստանալու, քանի որ իշխանական թիմում հատուկ հրավեր ուղարկելու մտադրություն չունեն։ Նրանք փորձում են հարցը բխեցնել օրենքից, որ կաթողիկոսի ներկայացությունը ոչ թե իմպերատիվ պահանջ է, այլ նշված է, որ նա պարզապես իրավունք ունի ելույթ ունենալ։ Իրավապահները կապարակնքել են առինջ մոլ տոնավաճառի տաղավարների մի մասը։ Գործողությունն արվել է տոնավաճառի աշխատակիցների համար ոչ աշխատանքային օրվա ընթացքում, առանց նրանց տեղյակ պահելու։ Բա մի հատ հարցրեք իրանց, ինչ հիմնավորում, բա դուք հարցրեք, մեզ եք հարցում, դուք հարցրեք, լրագրող եք հարցրեք, ինչ հիմնավորով եք փակել։ Բա դրա համար ենք հավաքվել, բա ինչի համար են փակել։ Ճամփա փակելը մոռացեք, այսպես է արձագանքել ոստիկանության աշխատակիցը նրանց կտրուկ քայլերի վերաբերյալ խոսքերին։ 18 թվին այս շուկան սաղ փողոց էր փակում, 18 թվին։ Այդ որ օրենքով էր կարելի փակել։ Հիմա որ օրենքով չի կարելի։ Ինձ էդի շատ հետաքրքիր մի հարց է, էլի։ Սաղ է շուկան։ Բոլորը։ Տոնավաճառի աշխատակիցները պարզաբանում են պահանջում տաղավարների մի մասը կապարակնքելու պատճառների վերաբերյալ։ Առինջ մոլի սեփականատերը գործարար Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որը ներկայումս կալանավորված է։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին։ Կառույցում 44 կողմ եւ 7 դեմ ձայներով կողմ են քվեարկել բոլոր հայ պատանդներին անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակելու կոչին, ընդունելով փոփոխություն ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենքում։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի աջակցություն ստացած փոփոխությունը ներկայացրել է կոնգրեսական Բրեդ Շերմանը, հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի աջակցությամբ։ Զինծառայող Նարեկ Թորոսյանին ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են, հայտնել են քննչական կոմիտեից։ Ըստ քննչական կոմիտեի նրա համածառայակից կրտսեր սերժանտի եւ շարքային զինվորի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով, այն է ազգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրաձայնել է Արեգ Նազմանուկյանի անչափահաս դստեր հետ հաղորդակցման սահմանափակման հարցը։ Պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ դեռ հուլիսի 13-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ եւ տեսակցել կալանավորված նախկին падգամավորին։ Պաշտպանի հաստատությունը հաղորդակցություն է վարում նաեւ գործընկեր կազմակերպությունների հետ նշված գործընթացում երեխայի լավագույն շահն ապահովելու, ինչպես նաեւ երեխայի կարիքներին համարժեք աջակցության ապահովման հնարավորությունը քննարկելու ուղղությամբ։ Նշված տեղեկատվությունը խորհրդապահական է եւ ենթակա չէ հրապարակման, նշված է հաղորդագրության մեջ։ Հրապարակման ենթակա այլ տեղեկատվության առկայության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ Անօթաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի մի շարք շրջանների վրա, հարվածելով ռազմավարական նշանակետերին։ Ուլյանովսկի մարզում ՄԱԹՍ-ների հարվածից հետո հրդեհ է բռնկվել էներգետիկ համալիրի օբյեկտում։ Այս համալիրը օգտագործվում է Ուլյանովսկի մարզում եւ հարևան շրջաններում վառելիքի պահպանման ու պաշտման համար։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Նա նշել է փաթեթի հիմնական կետերը։ Գործարքների արգելքի ցանկում ավելացվել է ևս 32 ռուսական բանկ, 1 տարով սառեցվում է նավթի գնի առավելագույն շեմի ճշգրտումը, թիրախավորվում են Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմին աջակցող նավերը։ Չնայած նախնական պլաններին Եվրամիությանը չի հաջողվել 21-րդ փաթեթում ներառել հատուկ ռազմական գործողության մասնակիցների մուտքի արգելքը միության տարածք։ Բացի այդ, Եվրահանձնաժողովի ղեկավարը ընդհանրապես չի հիշատակել դեպի երրորդ երկրներ ռուսական հեղուկացված բնական գազի փոխադրման արգելքի մասին, որը ի սկզբանե դիտարկվում էր որպես ընթացիկ փաթեթի հիմնական միջոցառում։ Այսօր սկսվել են Wildberries լոգիստիկ համալիրի հարձակումից տուժած սեփականատեր վաճառողների առաջին վճարումները, հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։ Նրա խոսքով առաջնահերթ աջակցություն կստանան առավել փոքր եւ խոցելի բիզնեսները, որոնց թիվը գերազանցում է 88,000-ը։ Վճարված գումարները վաճառողների անձնական հաշիվներում կհայտնվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Բացի այդ, ընկերությունը հայտնել է, որ առաջիկա 1 օրվա ընթացքում կվերականգնվի նաեւ ապրանքների դուրսբերման ծառայության բնականոն աշխատանքը։ Այժմ Wildberries-ը կենտրոնացած է ապրանքների վերաբաշխման վրա տարբեր լոգիստիկ համալիրների միջև։ Միաժամանակ նշվում է, որ լոգիստիկ գործընթացների վերակարգավորման պայմաններում առաջնահերթությունը տրվում է գնորդների պատվերների հավաքագրմանը, սպառողական պահանջարկն ապահովելու նպատակով։ Տատյանա Կիմը նաև հայտնել է, որ այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով Կրասնոդարի երկրամասի վարչակազմի տվյալներով 1 մարդ զոհվել է։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին եւ նշել, որ ընկերությունը կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։ Մենք կհաղթահարենք այս ամենը միասին, ամփոփել է Wildberries-ի հիմնադիրը։ Ֆիլիպիններում ավարտվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Այն տևել է 35 րոպե։ Նրանք քննարկել են երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների կարգավորումը եւ պայմանավորվել շարունակել շփումները արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով։ Անդրադարձ է եղել նաեւ միջազգային հիմնախնդիրներին, այդ թվում Պարսից ծոցում տիրող իրավիճակին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ֆրանսիական գինիների վրա 200%-անոց մաքսատուր սահմանելու սպառնալիքով ստիպել է Էմանուել Մակրոնին զիջումների գնալ դեղերի գների հարցում։ I said, Emmanuel, you must raise your drug price. Ես ասացի Էմանուել, դու պետք է բարձրացնես դեղերի գները։ Օ Դոնալդ, ինչու պետք է դա անեմ։ Որովհետև մենք շատ թանկ ենք վճարում, իսկ դու շատ էժան ես վճարում։ Ոչ Դոնալդ, ես դա չեմ անի։ Այո, դու կանես։ Ոչ, չեմ անի Դոնալդ, ես դա չեմ անի։ Ես ասացի, այո, դու կանես։ Եվ ահա վերջապես նա ասաց, ոչ, ես ասացի, որ պատրաստվում եմ 200% մաքսատուր սահմանել Ֆրանսիայից ներմուծվող յուրաքանչյուր շիշ գինու եւ շամպայնի համար։ Նա ասեց Դոնալդ, ինձ համար պատիվ կլիներ դա անել։ Scott was there and he said, Donald, it would be my honor to do that. Չնայած Թրամփի այս կրկնվող հայտարարություններին Ֆրանսիայի նախագահը դեռևս չի մեկնաբանել դրանք։ Սպիտակ տան ղեկավարը Իրանի հետ հակամարտությունը որակել է որպես փոքր բախում, նշելով, որ Թեհրանը շուտով պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանը։ Միևնույն ժամանակ հարգելով վերջերս զոհված 4 ամերիկացի զինծառայողի հիշատակը։ Բարսելոնայի Պլասա դե Սանս մետրոյի կայարանում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ Բռնկվել է խոշոր հրդեհ։ Մետրոյի կայարանում վիրավորվել է 8 մարդ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա։ ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում արջը բարձրացել է մոտ 10 մետր բարձրությամբ էլեկտրասյան վրա եւ չի կարողացել իջնել։ Կենդանուն փրկել չի հաջողվել։ Նա հոսանքահարվել է։